Այժմ ելույթի համար ձայնը տրվում է Վահե Էնֆիաջյանին։ Հարգելի գործընկերներ, իրոք որ հարկային օրենսգրքի կարևորության մասին խոսելը ակնհայտ է մեր բոլորի համար, թե սա ինչ կարևորագույն փաստաթուղթ է եւ ինչպես նաեւ երեկ էլ որակվեց, որ մեր Հայաստանի Հանրապետության բիզնեսի համար սա մի սահմանադրություն է, թե ինչպեսի տնտեսություն եւ միջավայր տնտեսական մենք ունենանք Հայաստանի Հանրապետությունում։ Եվ հենց այս տրամաբանությամբ էլ, որ երեք հարցադրումներ ունեի անելու, որը որ ոչ միայն վերաբերվում էր հարակից զեկուցողին, այլ հիմնականում հենց գործադիր մարմնի ներկայացուցիչին, ում հետ կապված մի շարք հարցեր կար, որոնք որ առաջացել են եւ օգտվելով այս մտքերի փոխանակման ռեժիմից, այնուամենայնիվ խնդիրներ կան, որի մասին կուզենամ խոսել, ինչը դուք նաեւ հնարավորություն կունենաք բարձրաբանելու։ Մասնավորապես գաղտնիք չէ մասի, պարոն Միրումյան, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսվարող սուբյեկտները, գործարարները, փոքր միջին ձեռնարկատիրերը, իրական ընկերությամբ զբաղվող անձինք բազմաթիվ դժգոհություններ են հայտնում հարկային մարմինների հետ առերեսվելով իրենց գործունեությունը ծավալելով։ Սա գաղտնիք չէ, մեր իրականության մեջ սա փաստ է եւ երեք մի կարծիք էլ հնչեց, որ նախկինի հետ համեմատության մեջ եթե դնենք, տնտեսվարող սուբյեկտները բավականին մեծ տեղաշարժ են իրենց համար արձանագրել, իրենց հետ կապված տնտեսվարող որպես սուբյեկտներ հարկային մարմինները առնչվում են ավելի բաց եւ թափանցիկ ձևով, մասնավորապես նաեւ ծրագրեր են տեղակայվել, որոնք թվային ձևով են իրենց գործունեությունը ծավալում, բայց հարց է առաջանում, եթե այս մոտեցումները փոխվել են, մեր իրականության մեջ ինչու փոփոխություններ չկան եւ կոնկրետ մի քանի դրվագի հետ կապված ուզում եմ իմ հարցադրումները ձեզ հղել։ Քանի որ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնց գործունեությունը առևտուրի հետ է կապված եւ այդ առևտուրը նաեւ կարող է սեզոնային բնույթ կրել եւ անկում է ապրում ամանորից հետո հունվար, փետրվար, մարտ ամիսներին, բայց այդ ծրագրերը իր մեջ ֆիքսում են որպես բարեխիղճ եւ ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներ եւ հաճախ այդ երամսյա կամ մեկամսյա այս տենդենսի մեջ դրանք հաճախ հագնվում են ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտի կարգավիճակում, որը որ բնականաբար հետագայում նաեւ վատ ձևով է ընկալվում տվյալ կառույցի եւ կազմակերպության կողմից։ Որպես հարկային օրենսգիրք մի քանի հարցեր կան, որոնք որ ամենագլոբալն են եւ կարեւորն են։ Մասնավորապես ամենաառաջին հարցերից մեկը Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի ինչ նպաստող գործառույթներ կարող է իրականացնել այս նոր օրենսգիրքը։ Ներդրումների հետ կապված ինչ նոր փոփոխություններ կարող է մտցնել այս նոր հարկային օրենսգիրքը։ Ի վերջո փոփոխություններ մոտեցումների հետ կապված գիտական սարքերի սարքավորումների հետ կապված։ Ես նաև առիթ եմ ունեցել ազգային ժողովում այս հիմնախնդիրների հետ կապված խոսելու եւ կուզենայի պարոն Միրումյան, դուք ինքներդ էլ պարզաբանեիք, քանի որ մենք խոսում ենք հաճախ գիտելիքահեն տնտեսության մասին, Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացման հետ կապված, բայց դրա հետ կապված նպաստավոր որևիցե պայմաններ եւ նախադրյալներ չկան։ Որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ կուզենամ ձեր մոտեցումները խոսեք։ Ընդամենը անցած շաբաթ 4-օրյա նիստերի ժամանակահատվածում նաև հարց բարձրացրեցի կառավարության առջև, որը որ հորդորեցին գրավոր տեսքով ներկայացնեմ, դեռևս պատասխանը չեմ ստացել եւ մոտեցումների հետ կապված եւս ուզում եմ ներկայացնել։ Խոսքս գնում էր այն մեր երկրի քաղաքացիների, ովքեր նախընտրում են ավիատոմսեր գնել նույն հարևան Վրաստանից, Թիֆլիսից մեկնել այլ երկրներ, ինչն է խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հարկային մարմինների առհասարակ տնտեսական գրավչությունը այն մակարդակի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկություն չեն հայտում նման կազմակերպություններ իրենց գործունեությունը ծավալեն, որպեսզի ավելի մատչելի լինի եւ մեր երկրի քաղաքացիները կարողանան ավելի մատչելի ձևով օգտվել նաեւ այս ծառայություններից։ Խնդիրները մի շարք են, ինչի մասին կարելի է շատ երկար խոսել, նաեւ ուզում եմ ներկայացնել ձեզ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում եւ խմբակցությունում բնականաբար կարևորում են այս գործընթացը եւ մեր կողմից թե падգամավորների կողմից, պրոֆեսոր պարոն Մելքումյանի, Տիկին Զոհրաբյանի խմբակցության այլ падգամավորների կողմից մենք ներկայացնելու ենք մի քանի տասնյակ առաջարկություններ, քանի որ երեք նաեւ խոսքը գնում էր առաջարկությունների մասով, միասին աշխատելու մասով մենք որևիցե խնդիր չենք տեսնում, մենք խնդիրը այլ հարթության մեջ ենք տեսնում, մեր համար կարևոր է որ իրոք
Բարգավաճ Հայաստան խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունները ընկալելի լինեն, տեսանելի են բնականաբար, բայց նաև ընկալելի եւ ընդունելի լինեն։ Այս մոտեցումն է, որ մեր համար որպես տեղաշարժ կարձանագրվի։ Եվ այս ամեն ինչը ամփոփելով պետք է մի բան ասեմ, նաև երեկվա մեր քննարկման հետ կապված։ Միթե ընկալելի եւ հասկանալի չի իմ կամ մեր խմբակցության մոտեցումները։ Այդքան մեծ քիթ ունեք, քթածակ չունեք, որ հասկանաք ինչ է մեր ասածը։ Շնորհակալություն։ Նաիրա Զոհրաբյան, խնդրեմ